Տեսեք, մենք նամակը ծնողներով հանձնեցինք այստեղ, մեր ակնկալիքը այն է, որ առաջիկա 1-2 օրվա ընթացքում պետք է Նիկոլ Փաշինյանը ընդունի եւ հստակ պատասխան տա, ճիշտ է ծնողներից Բորիկը ասաց, եթե այս բան կա որևէ մեկը, որ կարող է ընդունել, հստակ ասել գոնե Նիկոլ Փաշինյանը որ ժամին երբ իրենց կընդունի, ինքը սպասում է այստեղ, որովհետեւ ասել են, որ պետքա ինչ որ մեկը ընդունի, բայց ծնողները համամիտ են, որ գնանք արտաքին գործերի նախարարություն, ինչ որ մեկը, որ կընդունի ծնողներից մեկին Բորիկին, ինքը կփոխանցի, թե այդ ընդունողը ինչ է խոստացել, երբ կընդունի Նիկոլ Փաշինյանը այս հարցի լուծման հետ կապված մեզ։ Հիմա կշարժվենք արտաքին գործերի նախարարություն, նամակը կտանք Արարատ Միրզոյան, մեր խնդիրը մեկն է, որ պետք է թիվ 1 պատասխանատուները ընդունեն ու կոնկրետ հստակ պատասխան տան, թե ինչ կարող են անել, որ ժամանակահատվածում եւ երբ։ Հիմա շարժում ենք արտաքին գործերի նախարարություն։ Ճիշտ ասած առաջին անգամը չի մեր հայր ծնողը մեր Բորիկը, որ ներսում սպասում է, առաջին անգամը չի, որ հենց նիստի օրով եկել ներկայացել ենք, նստել սպասել ենք այնքան, որ ներկայացուցիչների չեմ հիշելու կոնկրետ անուն ազգանով ով է իջել, մեզ ընդունել, մեր խոսքը լսել ու ասեց նույն ձև կփոխանցեմ ես պարոն վարչապետին ու համապատասխան ներկայացուցիչներին, ովքեր որ իզորու են զբաղվել նման հարցով, էլի են ընդունել։ Այս առաջին անգամը չի, արդեն երկրորդ անգամն է, բայց էլի հույսով սպասում ենք, որ գոնե հիմա կարող է ինչ-որ մի դրական պատասխան կամ դրական շարժ ստանանք, ունենանք այս ան։ Հիմա մենք շարժում ենք արտաքին գործերի։